Գոյամարտ սերիալի շուրջ ինտրիգը շարունակում է խորանալ և օրեցօր բացահայտվող նոր մանրամասները միայն ավելացնում են հետաքրքրությունը։ Վերջին կարևոր տեղեկություններից մեկն այն է, որ սերիալի դերասանական կազմում կլինի նաև սիրված ու տաղանդավոր դերասան Կարեն Հովհաննիսյանը։ Նրա մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ նախագիծը ձևավորվում է ուժեղ, մտածված և բազմաշերտ դերասանական կազմով։ Հատկապես ուշագրավ է այն փաստը, որ Կարեն Հովհաննիսյանի մասնակցությամբ առաջին տեսարաներից մեկը կապված է բոքսի հետ, սակայն սա սովորական մարզական գիծ չէ, խոսքը գնում է ոչ թույլատրելի ստվերային բոքսի մասին, որտեղ ամեն ինչ չէ, որ հիմնված է արդար խաղի վրա։ Այստեղ հավանաբար մեծ դեր ունի գումարը, ազդեցությունը և ուժի կիրառումը։ Այդ միջավայրը ինքնին արդեն հուշում է, որ սերիալը կխոսի ոչ միայն ֆիզիկական պայքարի, այլ նաև բարոյական սահմանների խախտման, ընտրության և գայթակղության մասին։ Թե ինչպիսին կլինի Կարեն Հովհաննիսյանի մարմնավորած կերպարը, դրական, բացասական, թե միաժամանակ երկուսը միասին, դեռ վաղ է ասել։ Գոյամարտի տրամաբանության մեջ հստակ բաժանումներ գրեթե չեն լինում։ Այստեղ յուրաքանչյուր հերոս ունի իր ճշմարտությունը, իր ցավը և իր պայքարը։ Հնարավոր է նրա կերպարը լինի մեկը, ով հայտնվել է սխալ ճանապարհի վրա, ստիպված կամ գիտակցաբար, և այդ ընտրությունն իր հետ բերի լուրջ հետևանքներ։ Հատուկ ուշադրության արժանի է նաև այն փաստը, որ սերիալի առաջին նկարահանումների ընթացքում նկարահանվել են երկու փոքրիկ տղաներ։ Այս դետալն արդեն իսկ բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս։ Ամենայն հավանականությամբ սերիալի առանցքում լինելու է երկու եղբայրների պատմություն, որը սկսվում է մանկությունից, մաքուր հիշողություններից, իսկ հետո ժամանակի ընթացքում ճակատագրի հարվածների, սխալ որոշումների և կյանքի դաժան փորձությունների արդյունքում փոխվում է։ Երկու եղբայրների թեման միշտ էլ հզոր դրամատուրգիական հիմք է ունեցել։ Դա հավատարմության ու դավաճանության, սիրո ու մրցակցության, միասնականության ու բաժանման պատմություն է։ Գոյամարտում այդ եղբայրական կապն ամենայն հավանականությամբ կդառնա սյուժեի առանցքային ողնաշարը։ Մեկը կարող է ընտրել օրենքի սահմաններում ապրելու ճանապարհը, մյուսը՝ ուժի, փողի ու ստվերային պայքարի ուղին, և հենց այդ ընտրությունների բախումն էլ կձևավորի սերիալի հիմնական լարվածությունը։ Բոքսն այստեղ պարզապես սպորտ չէ, այն սիմվոլ է, պայքար սեփական վախերի դեմ, պայքար անցյալի հիշողությունների, պարտության զգացման, արդարության ու անարդարության միջև։ Ռինգը դառնում է այն վայրը, որտեղ հերոսները մերկանում են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեբանորեն։ Գոյամարտը խոստանում է լինել սերիալ, որտեղ անցյալն ու ներկան մշտապես խաչվում են։ Մանկության տեսարանները, եղբայրների առաջին կապը, նրանց միասնական երազանքները հետագայում հակադրվելու են իրականությանը, որտեղ ամեն ինչ այդքան պարզ չէ։ Յուրաքանչյուր հերոս ստիպված է լինելու ընտրել մնալ մարդ, թե հաղթել ցանկացած ձևով։ Կարեն Հովհաննիսյանի ներգրավումը հենց այս փուլում կարող է նշանակել, որ նրա կերպարը լինելու է այն առանցքային օղակներից մեկը, որը կփոխի սյուժեի ուղղությունը։ Կլինի նա փորձառու մարտիկ, ստվերային աշխարհի ներկայացուցիչ, թե մեկն, ով փորձում է կառավարել մյուսների ճակատագրերը, ցույց կտա ժամանակը։ Մի բան արդեն հստակ է՝ Գոյամարտը պարզ պատմություն չի լինելու։ Այն լինելու է ծանր, լարված, մարդկային ճակատագրերով լի սերիալ, որտեղ յուրաքանչյուր հարված ունի իր հետևանքը, իսկ յուրաքանչյուր հաղթանակ իր գինը։ Եվ այս պատմության ամենակարևոր հարցը մնում է բաց՝ ով կհաղթի այս գոյամարտում։ Եվ այդ հարցը՝ ով կհաղթի, սերիալի ընթացքում ավելի ու ավելի կկորցնի իր պարզ նշանակությունը։ Գոյամարտում հաղթանակը չափվելու է ոչ թե գոտիներով կամ գումարով, այլ նրանով, թե ով կկարողանա պահպանել իր մարդկային էությունը։ Սերիալի աշխարհում շատ արագ պարզ է դառնում, որ ֆիզիկապես ուժեղ լինելը դեռ չի նշանակում հաղթել կյանքում։ Հերոսները ստիպված են լինելու պայքարել ոչ միայն միմյանց, այլ նաև իրենց ներսում վախերի, թուլությունների, վրեժի և մեղքի զգացման դեմ։ Եղբայրների պատմությունը, որն ակնհայտորեն դրված է սյուժեի հիմքում, ժամանակի ընթացքում կդառնա ավելի բարդ ու ցավոտ։ Մանկության անբաժան կապը, ընդհանուր հիշողությունները, նույն տան պատերի տակ ապրած տարիները կկանգնեն իրականության ծանր փորձության առաջ։ Երբ կյանքը նրանց դնի երկու տարբեր կողմերում, ամեն հարց չի լուծվի սիրով կամ խոսքերով, որոշ բախումներ անխուսափելի կլինեն։
Սերիալում մեծ տեղ է տրվելու նաև միջավայրին, այն սոցիալական պայմաններին, որոնք ձևավորում են մարդու ընտրությունը, աղքատությունը, խոստումները, կոտրված ընտանիքներ, փողի ազդեցություն, ստվերային գործարքներ։ Գոյամարտը ցույց է տալիս, թե ինչպես է մարդը երբեմն ստիպված քայլում սահմանագծով, օրենքի և անօրինականության միջև պարզապես գոյատևելու համար։ Բոքսի ոչ թույլատրելի մենամարտերը դառնում են այդ աշխարհի արտացոլումը։ Այստեղ ամեն հարված ունի իր պատվիրատուն, ամեն հաղթանակ իր գինը, և ամեն պարտություն կարող է արժանալ կյանք։ Այդ տեսարանները լինելու են սերիալի ամենալարված ու խորհրդանշական պահերից մեկը, ցույց տալով, թե ինչպես է ուժը վերածվում ապրանքի։ Դերասանական խաղի միջոցով սերիալը խոսելու է թեմաների մասին, շատ բան ասելու է հայացքներով, լռությամբ։ Դիանա Գրիգորյանի նախագծերին հատուկ հոգեբանական խորությունը գոյամարտում հասնելու է նոր մակարդակի։ Այստեղ չկան պատահական տեսարաններ, ամեն մանրուք ծառայում է ընդհանուր պատմությունը։ Հատկապես հետաքրքիր է լինելու սերիալի զարգացումը ժամանակային հարթության մեջ։ Գոյամարտը նաև բարոյական սերիալ է, այստեղ հերոսները հաճախ կանգնելու են հարցի առաջ՝ արժե՞ արդյոք հաղթել, եթե դրա դիմաց պետք է կորցնել ամենակարևորը։